Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Դիվանագիտական առումով ինչի չեմ վստահում, որովհետև տեսնում եմ այն ճակատագրական սխալների շարանը եւ շղթան, եթե զուտ դիվանագիտական մասով եք ինձ հարցնում, միանշանակ տեսնում եմ այդ սխալն էլ շատ նուրբ բառ է ընտրված, էլի, տեսնում եմ այդ ճակատագրական շարանը իրար հետևից հանձնելու, զիջելու, նվաստանալու, իջնելու, փոքրանալու, ստորանալու եւ այդ ամեն ինչը նաեւ ստորացնելու, նվաստացնելու, այսինքն ինչ եք ուզում դուք այս ժողովրդից։ Ինչքան կարելի է այս ժողովրդի նուրբ թելերի հետ խաղ անել։ Ինչքան կարելի է մանիպուլացնել ու ֆռացնել այն հասարակ սովորական մարդկանց, ովքեր չեն տեսնում այդ վտանգները, չեն տեսնում այդ սպառնալիքները եւ պարտավորել չեն, այդ դուք պիտի ցույց տաք այդ ամեն ինչը, ոչ թե բերեք ամեն ինչը դնեք այն ծիրի մեջ, որ այդ կար շատ նեղմիտ, հա, այդ պատերազմի սպառնալիքը, դուք ինքներդ եք սպառնում ձեր ժողովրդի, փոխանակ այդ ժողովրդի մեջ կուղղեք, դա ձեր սուրբ պարտականությունը պիտի լիներ, մանավանդ պատերազմից հետո, որովհետև այդ ժողովուրդը այդ ամեն ինչից հետո գնաց եւ հավատաց ձեզ, հավատաց ձեր օրակարգին, հավատաց ձեր խաղաղությանը, հավատաց, որ դուք չեք խաբելու։ Դուք այսօր ցույց տվեցիք, որ դուք ուղղակիորեն խաբել եք այս ժողովրդին, խաբել եք այդ ձայնը ստանալու համար, ինչքան փոքրոքի պիտի լինեք, ինչքան ցածր պիտի լինեք, որ այդ ձայնը ստանալու համար դուք կարողանաք այս ժողովրդի խաբել, թե խաղաղություն եք բերում։ Տեսաք ձեր խաղաղությունը որտեղ է։ Շատ պարզ բաներ կան, չէ, այն ինչ որ տեսնում եմ եւ մեկ-մեկ որ ասում են ժողովուրդը չի հասկանում, ժողովուրդը շատ լավ հասկանում է եւ պետք չի այդքան նսեմացնել ու իջեցնել այս ժողովրդի ներքնաշխարը, իր խորքերը, հա, դուք այնքան եք իջեցրել այդ նշաձողը, ժողովուրդը շատ լավ տեսնում է, շատ լավ հասկանում է եւ ես ավելի քան համոզված եմ այդ արթնացման process-ը շատ ավելի արագացել է։ Փաստ նույն էս մեր գեղեցիկ երիտասարդների կազմակերպած այս փոքր ակցիան, ինքը առաջին հայացքից միգուցե տենց ոչ մի բան կամ պարտադրող ինչ-որ բան չի ընդհանրում, բայց տեսեք ինչքան մարդիկ են գալիս, գտեք այդ մարդկանց մեջ վստահ եմ բոլորի դեմքերը նկարում եք, հետևողական նայում եք եւ այլն, բայց գալիս են մարդիկ, որ ոչ մեկի հետ կապ չունեն, սովորական հայեր են, շարքային մարդիկ են, որոնց սիրտը բաբախում է այս երկրի համար, որոնց սիրտը ցավում է այս երկրի համար, որոնց սիրտը չի վերականգնվել, այդ վերքը չի ամոքվել, այդ կորստի, այդ նվաստացման, այդ ցածրացման, հասկանում եք, եւ հենց դուք այդ ժողովրդից պիտի վախենաք, որովհետեւ իրենք ոտքի են կանգնելու եւ ցույց են տալու, որ դուք իրավունք չունեք այլևս մնալ եւ շարունակել։ Իրանք ուղղակի ձեզ չեն վստահում։ Սա է խնդիրը, դա ամենա, այսպես ասենք, ցավալի բանն է նորմալ իշխանության համար, շեշտենք այդ փաստը, բայց քանի որ ձեզ մոտ ամեն ինչը առնվազն աննորմալ է, բերանքսի վայր է, ոտք ու ձեռք է եւ այլն, այսինքն խառն է ու դուք ինքն էլ այդ խառնանի մեջ եք երբ գալիս դուք երբեք չեք հասկանա ինչա սա նշանակում։ Սա սովորական շարքային հայ մարդու բողոքնա ձեր նկատմամբ, ձեզ պարզապես չեն վստահ, որ չեն վստահում, ձեզ բանի տեղ չեն դնում, երբ որ ձեզ բանի տեղ չեն դնում, վաղը ձեզ չեն էլ ընդունելու եւ չեն հավատում, դուք մերժվելու եք, սա է խնդիրը։ Մի հարց էլի տամ, ինչ մինիմալ դիվանագիտական քայլեր կար, որ պիտի էս 20 թվից հետո անեին ու չեն արել։ Վայ կներեք, այնքան շատ են դրանք, հա, եւ այնպես չի, որ ինչ-որ մեկը դա փակեց, տարավ, նայեք, ինչ-որ մեկը դա փակեց եւ տարավ ինչ-որ պահարանների մեջ դրեց, վայ, էս չենք տալու, որ դուք հանկարծ ճիշտ բաներ չանեք։ Այնքան բաց ենք խոսել սրա մասին, անկախ նույնիսկ մեր ընդդիմադիր կեցված, մեր չասեմ իմ ընդդիմադիր թող լինի կամ մյուսների, ովքեր ես ի նկատի ունեմ հենց վերլուծական, մասնագիտական փեշակավորներին, հա, ովքեր որ հրաշալի են հասկանում ինչա կատարում, ովքեր վերլուծել գիտեն, ովքեր փակ բաները կարող են տեսնել, փակագծերը կարող են տեսնել, հերուն կարող են տեսնել, կարող են այդ վերլուծության արդյունքում կանխատեսումներ անել։
Դրա մասին անընդհատ ամեն օր խոսվել է, բարձրաձայնվել է, ցույց է տրվել քայլերի հաջորդականությունը, բայց դուք չեք վերցել եւ չեք արել։ Դրա համար բախվել եք այս իրականությանը, այս իրականությունը էլ բերելու է, որ ձեզ չեն վստահելու այլևս, որտեղ դուք մերժված եւ չվստահված սեգմենտ եք այս մեծ հասարակության մեջ։ Ես համոզված եմ, որ շատ ավելի լայն շերտեր են այդ ամեն ինչը սկսել հասկանալ, նույնիսկ նրանք, ովքեր խորքային անտարբեր են եղել, նույնիսկ նրանք արդեն պարզ գիտակցումը կա։ Եթե դուք բերում եք խաղաղություն, ոնց կարող է այդ սուրը մշտապես կախված լինի մեր գլխին։ Որտեղ է ձեր խաղաղությունը։ Ձեզ անգամ բանի տեղ չեն դնում, որ թուղթ կոչեցյալը ձեզ հետ միասին նստեն մի սեղանի շուրջ եւ ստորագրեն։ Դուք այդքան եք ցածրացրել մակարդակը, իջեցրել, այդ ձեր հիշում եք, որ ասում էին մի փոքր իջեցրեք այդ նշան, դուք մի ամբողջ ժողովրդի, մի ամբողջ երկրի, դուք իմ հայրենիքի նշաձողն եք իջեցրել, բայց չի հաջողվելու։